Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի ընկերներ, այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով եւ սա աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, իմիջիալոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ վեր նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Սահեստական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչեւ Մերձավոր Արևելք, ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար նույնպես։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին։ Ոչ, որը պատահից չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք կլինի մոտ ապագայում։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ, շնորհակալություն։